Բոլորին խառնած համոզում է, թե իրենց դեմ խաղ չկա։ Ալիևը գործի է դրել օձի լեզուն, բամբասում է նախկիններից սիրաշահում նորերին, 907 բանաձևի չեզոքացմանն է ձգտում։ Քանի աշխարհը լռում է, Բաքուն գերիների հետ կանի այնինչ սիրտն ուզում է, կոչ ԱՄՆ վարչակազմին եւ կոնգրեսին, պատժամիջոցներ կիրառեք։ Հետաձգման աշխարհի առաջնությունում առաջին տեղը մերն է։ Էստոնիայով տպավորված Փաշինյանը նախազգուշացրել է գործընկերներին՝ կազատվեք։ Բանկերը քաղաքացիներին են մեղադրում, քաղաքացիները բանկերին։ Զեղծարարների ձեռան վարկերի տակ ընկած քաղաքացիների բողոքը, ով է պատասխան տալու։ Խայտառակ վերանորոգում, մանկապարտեզը քանդվում է, բլոգերի բողոքն ավարտվել է ծեծով։ Բարձի թողի քրեակատարողականներ, հերթական դատապարտյալն է մահացել, ինչ է կուլ տվել։ Շտապ օգնություն, շտապ օգնությանը, բռնության դեպքերի դեմ քայլեր, տեսախցիկներ կտեղադրեն։ Բարի երեկո, ժամը լրատվականը հետևել է, հավաքելու խմբագրել օրվա կարևոր լուրերը։ Ես Մարիանա Հակոբյանն եմ, սկսում ենք թողարկումը։ Բաքուն բոլորին խառնած համոզում է, թե իր դեմ խաղ չկա։ Ալիևը գործի է դրել օձի լեզուն, բամբասում է նախկիններից սիրաշահում նորերին։ Ռազմական բյուջեով չի բավարարվում, ավելին է ուզում։ Այդ նպատակով 907 բանաձևի չեզոքացմանն է ձգտում։ Հիմա էլ Ամերիկային է գցնում, ընդդեմ Իրանի համերաշխության ժեստ անում։ Սիրանույշ Մուրադյանն է հետևում պուլսին։ Ադրբեջանի ռազմական ներուժի հզորացումը առաջնահերթություն է, նա սիրում է սա կրկնել։ Մեկ անգամ չէ, որ լսել ենք, նրանց այս տարվա պաշտպանական ծախսերը հայտնի է բյուջեի ծախսերի 26%-ն են։ 5 միլիարդ դոլար ռազմական բյուջեն ռազմական փորձագետները ռեկորդային են համարում։ Սա բավական չէ, ռուսական լրատվամիջոցին պետբյուջեն հաստատելուց առաջ պարզ ասաց, շարունակելու են Ռուսաստանից էլ զենք գնել։ Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին։ Также они должны понимать, что несмотря Նրանք պետք է հասկանան, որ չնայած Մակրոնի ռեժիմի, ինչպես նաև Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի առավելագույն աջակցությանը, այստեղ երկրի վրա, եթե մեր դեմ հերթական սադրանքը ծրագրեն, ոչ ոք իրենց չի օգնի։ им никто не поможет. Նա ոչ մի վայրկյան չի թույլատրել ռազմական հռետորաբանությունը։ Ամերիկյան, իսրայելական, ադրբեջանական մամուլը ռեժիմով գրում է, թե Ադրբեջանը Միացյալ Նահանգներից զենք է ակնկալում։ Բաքուն ըստ Jerusalem Post-ի ձգտում է 907 հայտնի բանաձևի չեղարկմանը։ Այս բանաձևը ի դեպ արգելում է ամերիկյան կառավարության ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին, եւ նրանք ամեն կերպ սողանցք են փնտրում հասնելու դրա չեզոքացմանը։ Բաքուն հիմա էլ ձգտում է ամերիկյան կողմին համոզել, թե կմիանան նրանց ընդդեմ Իրանի, եթե զենք ստանան։ Վերջին շրջանում Ադրբեջանը ակնհայտորեն փորձում է կապեր հաստատել Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի հետ եւ գերազանցապես Իսրայելի եւ հրեական լոբբինգի միջոցով Իքմետ Հաջիևներ հանդիպումներ ունենում Իսրայելում, դրանից հետո նորից Ադրբեջանը պատվիրակություն ուղարկեց, Ադրբեջանի նախագահն է որոշ հրեական կազմակերպություններ ընդունել, փորձում են օգտագործել ամբողջությամբ իրանական խաղաքարտը, փորձելով իրենց այդպես դիրքավորել եւ այդտեղից է փչում քամին։ Նա մի ուրիշ մեթոդի էլ դիմում է։ Բարձրաստիճան հանդիպումներում տենդագին բամբասում է Միացյալ Նահանգների նախկին վարչակազմից հիշատակում 907 բանաձևը։ Բողոքում է, թե Բայդեն-Բլինքեն վարչակազմը կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, թե 907 բանաձևի գործարկումը նրանց ապերախտության արտահայտությունն է։ Իրանում էլ ծանոթ են այս պատկերին անշուշտ։ Գիտեն, Իսրայելից, Թուրքիայից, ՆԱՏՕ-ից ձեռք բերած զենքի փողը Բաքուն կամ Հայաստանի կամ էլ Իրանի ուղղությամբ է պահում։ Ու հիմա էլ ֆիքսվել հնարավոր բոլոր ճանապարհներով ձգտում է հասնել 907-ի չեղարկմանը, որ նահանգներից էլ կարողանա զենք ստանալ։ Սիրանույշ Մուրադյան, ժամը լրատվական։ Քանի աշխարհը լռում է, Բաքուն գերիների հետ կանի այնինչ սիրտն ուզում է։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը, ամերիկացի հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերը, Freedom Now-ի գործադիր տնօրենն ու մյուսները կոնգրեսում պատմել են իրենց տեսածն ու լսածը, կոչ արել, որ ԱՄՆ վարչակազմն ու կոնգրեսը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառեն։ Ադրբեջանի հետ պետք է խոսել միայն պատժի լեզվով։ Ամերիկյան կոնգրեսն է քննության առել մարդու իրավունքների իրավիճակը Ադրբեջանում COP29-ից հետո։ Բանախոսները փաստեր են դրել կոնգրեսի սեղանին, ներկայացրել Ադրբեջանի հանցագործությունները Արցախի ժողովրդի նկատմամբ, բռնություն ու էթնիկ զտում, նաև դաժան վերաբերմունք Բաքվում պահվող հայերի նկատմամբ։ Բոլոր մասնակիցներն են կոչ արել ԱՄՆ վարչակազմին եւ կոնգրեսին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ։ Respectfully urge
the US Congress Կոչ եմ անում ԱՄՆ կոնգրեսին թիրախավորված պատժամիջոցներ կիրառել այդ զանգվածային դաժանությունների համար պատասխանատու բոլոր անհատների եւ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ։ Բեգլարյանն այստեղ առաջարկել է դադարեցնել Ադրբեջանին ցանկացած տեսակի ռազմական օգնության տրամադրումը, Ադրբեջանին հատկացվող ցանկացած տեսակի ԱՄՆ օգնություն պլանավորել մարդու իրավունքների չափելի բարելավումներով, ներառյալ հայ պատանդների ազատ արձակումով։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն էլ նկատել է, որ բռնապետերը երբեք իրենց հոժար կամքով գերիներին ազատ չեն արձակում։ Ուստի կարևոր է, թե ԱՄՆ նոր վարչակազմի, թե կոնգրեսի, թե ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մտահոգ բոլոր կազմակերպությունների համատեղ ջանքերը Ալիևի ռեժիմին հստակ ցույց տալու, որ կլինեն իրական եւ լուրջ հետևանքներ։ Ալիևը շրջել է ճշմարտությունը ոչ միայն Ռուբեն Վարդանյանին բանտարկելու, այլ նաեւ մի ամբողջ ժողովրդի էթնիկ զտումը արդարացնելու համար։ Մեր բոլորի պարտքն է կանգնել անարդար կալանավորվածների կողքին եւ պատասխանատվության ենթարկել Ալիևին թե ուղակի թե ժողովրդավարական հասարակությունում արկա բոլոր այլ միջոցներով։ Գենսերը պատմում է, թե Ռուբեն Վարդանյանը փոխանցել է, որ զբաղվի ոչ միայն իր, այլև մյուս քաղբանտարկյալների պաշտպանությամբ։ Փաստաբանը մանրամասն պատմել է, թե ինչ է կատարվում ավտորիտար երկրի բանտերում։ Խոսելով իր պաշտպանյալի մասին, Գենսերը ձևակերպել է. նրա իրական հանցանքն այն է, որ փորձել է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաների արժանապատվությունը եւ ինքնորոշման իրավունքը։ As just one example, Rubin co-founded and served on Մեկ օրինակ բերեմ, Ռուբեն Վարդանյանը համահիմնադրել է Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը, մի անկախ հասարակական կազմակերպություն, որն օգնում է կարիքավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Սակայն Ադրբեջանը պնդել է, որ այս կազմակերպությունը, որն անկախ աուդիտի է ենթարկվում, եղել է Ռուբենի կողմից ահաբեկչությունը ֆինանսավորելու միջոց։ Բաքվում ընթացող դատերը Ալիևի բարբարոսության վառ արտահայտությունն են ԱՄՆ կոնգրեսում փաստել են, հանուն մարդու իրավունքների պաշտպանության պետք է օր առաջ ճնշել բռնապետին։ Տիգրանուհի Գուրգինյան, ժամը լրատվական։ Այս պահին կարճ դադար կվերադառնանք րոպեներ անց։ Հետաձգման աշխարհի առաջնությունում առաջին տեղը մերն է։ Էստոնիայով տպավորված Փաշինյանը նախազգուշացրել է գործընկերներին՝ կազատվեք։ Բանկերը քաղաքացիներին են մեղադրում, քաղաքացիները բանկերին։ Զեղծարարների ձեռամ վարկերի տակ ընկած քաղաքացիների բողոքը, ով է պատասխան տալու։ Խայտարակ վերանորոգում, մանկապարտեզը քանդվում է, բլոգերի բողոքն ավարտվել է ծեծով։ Ժամը լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում։ Վարչապետը դժգոհել է կառավարության աշխատանքից, ասել, որ եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի, առաջին տեղը կզբաղեցնենք։ Կառավարության ղեկավարը զգուշացրել է այսուհետևով խոսի ծրագրերը հետաձգելու մասին թող դիմում գրի։ Էստոնիայով տպավորված Փաշինյանը բերել է այդ երկրի կառավարության օրինակը, ասելով, որ գործը նրանք ավելի վաղ են պլանավորում, ոչ թե վերջին պահին թողնում։ Կառավարության նիստի մանրամասները Նաիրի Մուրադյանի տեսանյութում։ Նիկոլ Փաշինյանը շատ է տպավորված Էստոնիայի պետական կառավարման համակարգով։ Ասում է, այդ երկրում իրականացվող ծրագրերը պլանավորվում են 6 ամսից 1 տարի առաջ, իսկ Հայաստանում Փաշինյանի խոսքով որոշումները կառավարություն են բերվում 2 շաբաթ առաջ։ Մենք ուզում ենք այսօր պլանավորենք 6 ամսվա պլան, այսօր ընդունում ենք, որ 6 ամսից պետքա իրականացնենք Եվ տանում ենք կառավարությանը համանքին ասում ենք դե շուտ արեք 3 օրում 4 օրում տեն չի լինելու ընթացակարգ կա այսինքն որպեսզի մենք ժամանակին անենք դա պետքա պլանավորվի ոչ թե մի շաբաթ առաջ այլ պետքա պլանավորվի 2 տարի առաջ Փաշինյանն այս կառավարության նիստում էլ դժգոհություն հայտնեց գործադիրի աշխատանքից նրան դուր չի գալիս կառավարության անդամների նախագծերի ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների տեմպը Փաշինյանին ավելի շատ նյարդայնացնում են կառավարության անդամների այս կամ այն որոշումը հետաձգելու առաջարկները Եթե հետաձգելու աշխարհի առաջնությունը լինի մեր կառավարությունը կբռնի առաջին տեղը բացարձակ համաշխարհային ռեկորդով, ասենք, ինչքան մեդալ կա կհավաքենք։ Հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտ է հետաձգելն է, երևի հետաձգենք, թողենք բանը ու գալիս է ցիկլը, տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, սուրբ ծնունդը անցնի, նոր տարին անցնի, խնդրեմն է, որ եւ սփխեչը, եւ զատիկը, եւ նույնիսկ նոր տարին ամեն տարի կա։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու։ Բացարձակապես, այս պահին ինչ ուժի մեջ է ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։
Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ։ Փաշինյանը հայտնեց, թե շարունակում են լավարկել համընդհանուր հայտարարագրման հետ կապված գործընթացները։ Արդեն 37,737 քաղաքացի լրացրել է համընդհանուր հայտարարագիրը։ Նրանցից 17,000-ը պետք է ստանա սոցիալական կրեդիտ, իսկ 16,271-ն արդեն պետական բյուջեից ստացել է 1 միլիարդ 482 միլիոն դրամի հասնող սոցիալական կրեդիտ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Զեղծարարների ձեռամբ բարկերի տակ ընկած քաղաքացիներն այսօր հավաքվել են կենտրոնական բանկի մոտ։ Բողոքում են, որ բանկերի անվտանգային թույլ համակարգի պատճառով է խնդիրը ստեղծվել, բայց բանկերն ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա են գցում։ Դրամատներից էլ քաղաքացիներին են մեղադրում, ասում են, ամեն լինք չի կարելի բացել ու անձնական տվյալներ լրացնել։ Քաղաքացիները փորձել են խոսել կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, նրանց սակայն չեն ընդունել, գնացել են դատախազություն, հետո էլ կառավարություն։ Ինձ գրեցին ու փոստային հղում ուղարկեցին, որ դրա միջոցով գնա, ես այնտեղ լրացրել եմ իմ քարտի տվյալները եւ բանկից եկած մի հատ կոդ։ Անմիջապես որ մտել եմ, տեսել եմ հաշվից հետ ոչ մի բան չի կատարվում, տնից դուրս եմ եկել այդ պահին, 5 րոպե հետո ինձ SMS եկավ, որ ձեր վարկը հաստատված է։ Քաղաքացին Հայաստանի ինչ կարգի գրագիտություն պիտի ունենա, որ տարբերի սա ձեր հղումն է, ի վերջո, թե զեղծարարի ուղարկած։ 105 մանկապարտեզի հարցով բլոգերը, ինչպես ասում են, շատ է փորել, նրա հետաքննությունն ավարտվել է ծեծով։ Իրավապաշտպանները նկատում են, թաղապետարաններում հաճախ են չափերն անցնում, քաղաքակիրթ բանավիճելու մշակույթ չկա, անպատժելիություն ու ամենաթողություն է։ Անորակ շինարարության մասին քաղաքապետարանը տեղյակ է, տեսանյութերը տեսել է, ասում են, քայլեր կձեռնարկեն։ Երևանի նոր-նորք վարչական շրջանի 105 մանկապարտեզն է, որ այսպես կոչված վերանորոգումից հետո քանդվում է։ Բլոգեր ակտիվիստը և Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցությունից է նահազանգում, ցուցադրում, թե ինչպես է քանդվում քաղաքապետարանի վերջերս վերանորոգած պարտեզը։ Եկեք գնանք այս խայտարակությունը տեսնենք միասին։ Տենայք, արդեն քանդվում է։ Հալավ հետո մարդ եղեք։ Ավագանու անդամը ցուցադրում է նաև ձեռքի տակ եղած պայմանագիրը, որ կնքված է 2023 թվականի ապրիլին։ Նկատում, աշխատանքները պետք է ավարտված լինեին 550 օրում։ Անենք մեկի գլխին չընկնի։ Այսինքն ձեր գլխին պետք է տա։ Որ հասկանաք։ Տեսանյութից շատ չանցած կրքերը թեժացան։ Բլոգերը հրապարակեց իր և նոր-նորք վարչական շրջանի ղեկավարի միջև տեղի ունեցած սպառնալիքներով ու հայհոյանքներով լի վիճաբանության ձայնագրությունը։ Վեճը ծագել էր այն բանից հետո, երբ ակտիվիստը ահազանգել էր համայնքում մանկապարտեզի անորակ շինարարության մասին։ Ավելի ուշ այս մասին խոսեց նաև Երևանի քաղաքապետը։ Չախոյանի բարձրաձայնումներն էլ մեծ սուտ որակեց։ Մանկապարտեզի մասին է խոսքը, որ քաղաքապետարանը դեռևս չի ընդունել։ Այո, այդտեղ կան խնդիրներ, Երևանի քաղաքապետարանի շին բարեկարգման հարցությունը դեռևս գումարը չի վճարել ամբողջությամբ եւ այդ խնդիրների լուծման ճանապարհն շինարարին, տեղ հսկողին եւ մնացածին աշխատացնում է։ Ինչ անում է Երևանի քաղաքապետարանը։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ ակտիվիստ բլոգերը մանկապարտեզի եւ խաղահրապարակի կառուցման թեմայով ցանկացավ հանդիպել թաղապետի հետ։ Թաղապետարանի աշխատակիցներն արգելեցին եւ նրանց միջև ծեծ-կրտուկ սկսվեց։ Իրավապաշտպան Մելիքյանը նկատում է, առաջին անգամ չէ, որ երկխոսության մշակույթի բացակայությունը հատում է թույլատրելի սահմաններն ու անցնում ուժի գործադրմանը, ինչը բոլոր դեպքերում անընդունելի է։ Կարծես թե արտոնվում է ուժի կիրառումը, այդ նաև հանրային ծառայողների կողմից, համայնքային ծառայողների կողմից, իսկ պետական եւ համայնքային մարմիններ ներկայացնող անձանցից ու պատշաճ քննություն չի իրականացվում, այսինքն անպատժելիությունն է ամենամեծ խնդիրը։ Մենք չենք արձագանքում պաշտոնապես օրենքի ողջ ուժով նման դրսևորումների, սա նշանակում է, որ հաջորդիվ էլ ընդունելի լինելու։ Թե ինչ հանգուցալուծում կստանա խնդիրը եւ ինչ զարգացումներ կունենա միջադեպը դեռ կերևա։ Սրան զուգահեռ քաղաքացիները շարունակում են բոյկոտել եւ հրապարակել տեսանյութեր, ցուցադրելով Երևանի անորակ շինարարության պատկերը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադարու կներկայացնենք թողարկման վերջին հատվածը։ Բարձի թողի քրեակատարողականներ, հերթական դատապարտյալն է մահացել, ինչ է կուլ տվել։ Շտապ օգնություն, շտապ օգնությանը, բռնության դեպքերի դեմ քայլեր, տեսախցիկներ կտեղադրեն։ Շարունակենք թողարկումը։
Վարդանանց նոր արարական բժշկության կենտրոնը կարևորում է կանանց առողջությունը։ Քոչարի մասնաճյուղը համալրվել է նոր սերնդի գերճշգրիտ ուլտրաձայնային սարքով, որի օգնությամբ կրծքագեղձի ամենափոքր գոյացությունն անգամ տեսանելի կդառնա։ Անդառնալի հետևանքներից խուսափելու համար ստուգվեք։ Առողջ ապագան սկսվում է ժամանակին արված մեկ հետազոտությունից։ Մամոգրաֆիան պարզ, արագ եւ անցավ հետազոտություն է։ Վերջինս կրծքագեղձում հայտնաբերում է նույնիսկ այն փոփոխությունները, որոնք դեռ զգալի չեն։ Ընդամենը 15 րոպե, որ կարող է կյանք փրկել։ Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի Քոչար մասնաճյուղում տեղակայված մամոլոգիական բաժանմունքում հնարավոր է անցնել կրծքագեղձի ամբողջական հետազոտություն։ Բժշկական կենտրոնի մամոլոգիական բաժանմունքը օրերս համալրվել է նոր սերնդի ուլտրաձայնային սարքով։ Սա բարձրակարգ պրեմիում դասի սարք է, աշխատում է արհեստական բանականության օժանդակությամբ, առավել մանրամասն ու ճշգրիտ սոնոգրաֆիական հետազոտությունների համար։ Այսպիսով կրծքագեղձի հետազոտման շղթան ամբողջական է եւ այս համակցման շնորհիվ մենք հնարավորություն ունենք նույնիսկ հայտնաբերելու նախաքաղցկեղային նոր ձևավորվող շատ փոքր փոփոխությունները։ Սա մեզ հնարավորություն է տալիս խուսափել ոչ անհրաժեշտ բիոպսիաներից, իրականացնել վակուումային վիրահատությունները գերճշգրիտ մոտեցումով եւ բարձրացնել կրծքագեղձի ախտաբանության բուժումը եւ մարտավարությունները մշակելը իրականացնել լավագույն մեթոդիկաներով։ Սարքի արհեստական բանականության գործառույթներից մեկը դա արագ չափագրումն է, որը հեշտացնում է գոյացությունների հայտնաբերումը եւ որոշակիորեն օգնում է մեզ նաեւ տարբերակել չարագ եւ բարակ գոյացությունները։ Մինչև 40 տարեկանը կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար անցնել ուլտրաձայնային հետազոտություն, իսկ 40-ից հետո մամոգրաֆիական սկրինինգային զննում տարին մեկ անգամ, նույնիսկ եթե գանգատներ չկան։ Մեր թիմի նպատակն է, որ բուժառուն անցնի բոլոր ծառայությունները կանխարգելիչ մեկ վայրում եւ շատ կարճ ժամանակահատվածում, որակավորված թիմի եւ ժամանակակից սարքավորումների շնորհիվ։ Չեք հիշում երբեք վերջին անգամ անցել զննում, ապա հենց հիմա է ճիշտ պահը։ Զանգահարեք, հերթագրվեք ու տրամադրեք մի քանի րոպե, արժեքը կյանքն է։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Առանց գովազդի եւ ծառայության վճարի Արցանց կինոթատրոն Վիվայի հաճախորդների համար Իվին ունի հետաքրքիր առավելություններ, ֆիլմերն ու սերիալները կարելի է ներբեռնել եւ օֆլայն դիտել, մանկական բովանդակությունն էլ վերահսկողության տակ պահել։ Հետաքրքիր ֆիլմեր, սերիալներ ու մուլտֆիլմեր պատկերի հիանալի որակով։ Վիվայի հետ 5 սարքերով միաժամանակ հնարավոր է դիտել տարբեր կոնտենտ առանց գովազդի եւ ծառայության վճարի։ Արցանց կինոթատրոնը հատուկ պայմաններով հասանելի է ընկերության Unlim, X, Y եւ Start սակագնային պլանների բաժանորդներին առանց ծառայության վճարի որպես սակագնային պլանի ներառում։ Ավելին, հավելվածից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթները չեն սպառվում։ Այն հասանելի է App Store-ում եւ Google Play-ում։ Վիվան սկսել է իր համագործակցությունը Իվի հարթակի հետ 2020 թվականի կեսերին, երբ մեր երկրում եւ ինչպես ամբողջ աշխարհում համաճարակներ տիրում։ Միանգամից ձեռք բերեց շատ մեծ պահանջարկ։ Իվի on-line կինոթատրոնի մեծ պլյուսներից մեկը այն է, որ բաժանորդագրություն ունենալու դեպքում մեկ բաժանորդագրությունը տալիս է հնարավորություն 5 տարբեր սարքերով դիտել տարբեր կինոներ, մուլտֆիլմեր, սերիալներ։ Աշխարհում Իվի հարթակից յուրաքանչյուր ամիս օգտվում է մոտ 50 միլիոն օգտատեր։ Այն ունի ավելի քան 40,000 միավոր բովանդակություն, սովետական դասական ֆիլմերից մինչև ժամանակակից կինոհիթեր։ Հայաստանյան լսարանն Իվիի միջոցով ամենաշատը նախընտրում է դրամաներ, մելոդրամաներ, դետեկտիվներ եւ դոռամաներ։ Իվիում մենք մշտապես ձգտում ենք բարելավել հավելվածը եւ գնել արդիական ու բացառիկ բովանդակություն, որը կհետաքրքրի մեր հետևորդներին։ Այսօր մեր երկու ընկերություններն էլ գոհ են ձեռք բերած արդյունքներից։ Այս համագործակցությունը մեզ թույլ տվեց բաժանորդներին առաջարկել յուրահատուկ համալիր լուծում, բջջային կապ ու ինտերնետ Վիվայից, ինչպես նաեւ ֆիլմերի ու հեռուստասերիալների մեծ կատալոգ Իվիից։ Իվին Վիվայի բաժանորդներին տալիս է նաև այլ առավելություններ՝ ֆիլմերի եւ սերիալների ներբեռնում, ներբեռնումից հետո օֆլայն դիտելու հնարավորություն։ Ֆիլմերն ու սերիալները հնարավոր է դիտել համակարգչով, սմարթֆոնով, պլանշետով, սմարթ հեռուստացույցով եւ խաղային համակարգերով։ Այն ունի նաև մանկական կոնտենտի կարգավորման հնարավորություն, մանկական բովանդակության մեծ ընտրություն։ Հնարավոր է նաև ֆիլմերը դիտել օրիգինալ լեզվով եւ ենթագրերով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Պարծիթողի իրավիճակ քրեակատարողականներում հերթական դատապարտյալն է մահացել։ Շտապօգնության բժիշկների դեմ բռնության դեպքերը կանխելու համար մեքենաներում այսուհետ տեսախցիկներ կտեղադրվեն։ Օրվա ուշագրավ մյուս թեմաները տեսաշարով։ 2 ամսով երկարաձգվել է Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը։ Սոցիալական աջակցության միջոցառումները կիրականացվեն 2025 թվականի պետական բյուջեի շրջանակում։ Արցախցիները հրապարակում վրան էին տեղադրել մարտի 29-ից, պահանջում էին վերանայել աջակցության ծրագիրը։ Բողոքը դադարեցրին ապրիլի 29-ին, երբ հայտնի դարձավ, որ կառավարությունը հետ քայլ է արել եւ համաձայնել է 40+10 ծրագիրը երկարաձգել։ Շտապօգնության մեքենաները տեսախցիկներով կահավորելու հարցն են քննարկում կառավարությունում։ Առողջապահության նախարարի խոսքով այսպիսով փորձում են վարորդների նկատմամբ բռնության դեպքերը կանխարգելել։ Նախատեսում են մասնագետների հետ քննարկել, թե անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հետ կապված ինչպիսի միջազգային փորձ կա, որը կարելի է նաև Հայաստանում կիրառել։ Օրեր առաջ էր զինված քաղաքացին Կանչի վայրում հարձակվել շտապօգնության բուժաշխատողի վրա։ Տուժել էր օգնության հասած վարորդը։ Պետությանը 330 միլիոն դրամի վնաս են պատճառել ապօրինի արդյունահանման հետևանքով։ Սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 38-ամյա տնօրենը Արմավիրի մարզին Նոր Արտագերս գյուղում գտնվող իր եւ ազգականին պատկանող 3.1 հեկտար հողամասում 2024 թվականի հունվարից մինչև օրս ձկնաբուծարան կառուցելու պատրվակով առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում։ Նախաձեռնել են քրեական վարույթ։ Արմավիր կալանավայրում դատապարտյալներից մեկին տեղափոխել են պատժախուց, որտեղ նա ինչ-որ իրեկույլ տվել։ Դատապարտյալները սկսել են օգնություն կանչել։ Վերջիններիս արձագանքել է քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմը եւ դատապարտյալին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է, տեղեկացնում են քրեակատարողական հիմնարկից։ Այս տարի ի դեպ արդեն 11-րդ դատապարտյալի մահն է գրանցվում։ Արդեն 4-րդ օրն է շարունակում են Հրազդան գետն ընկած ուկրաինացի երեխայի որոնողական աշխատանքները։ 100-ից ավելի փրկարար է ներգրավված։ Որոնողական աշխատանքները Հրազդանի կիրճում եւ Երևանյան լճում ավարտվում են ուշ գիշերը, վերսկսվում առավոտյան վաղ ժամը 5-ից։ Կասկածներ կան, որ երեխային սպանել են։ Դեպքի արդիվ քննչական կոմիտեն քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, Գորիս Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են Lexus, VAZ եւ Renault մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ավտովթարի մասին ահազանգը ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 3:16:00-ի սահմաններում։ Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Այժմ մանրամասն եղանակի մասին։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 16-ից 24 աստիճան տաքություն, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 20-ից 27 աստիճան տաքություն, Լոռիում 16-ից 20 աստիճան, Տավուշում 18-ից 22 աստիճան, Արարատում, Արմավիրում սպասվում է 25-ից 28 աստիճան տաքություն, Սյունիքի հովիտներում 24-ից 28 աստիճան, Սյունիքի նախալեռներում 17-ից 21 աստիճան։ Իսկ Երևանում գիշերը սպասվում է 12-ից 14 աստիճան տաքություն, ցերեկը 24-ից 26 աստիճան, իսկ երեկոյան կլինի 17-ից 19 աստիճան։ Առանձնացած լուրերն այսքանն էին, շնորհակալություն ուշադրության համար, խաղաղ գիշեր եմ մաղթում։